Հին Հունաստանը համարվում է արևմտյան քաղաքակրթության, ժողովրդավարության, փիլիսոփայական գիտության և թատրոնի բնօրրանը։ Առաջին անգամ Քրիստոսից առաջ 776 թվականին այստեղ է վառվել և մարդկության սեփականությունը դարձել օլիմպիական կրակը։ Հին հունական ճարտարապետության ազդեցությունն առկա է աշխարհի տարբեր ծայրերում։ Դրա վառ նմուշներից է ներկայիս Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում վերխոյացող Ակրոպոլիսի հնագիտական համալիրը, որի մարգարիտն է հանդիսանում Պարթենոնի հեթանոսական տաճարը։ Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից են քանդակագործ Ֆիդիասը, ով Աթենքում կերտել է Զևսի արձանը, անմահացնելով իր անունը։ Եվ պատահական չէ, որ հին աշխարհի 7 հրաշալիքներից 3-ը՝ Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը, ժամանակին գտնվել են Հունաստանում։ Հունական փիլիսոփայության դասական ժամանակաշրջանն ավանդաբար կապված է Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի անվան հետ։ Հին Հունաստանում են ստեղծվել անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր ստեղծագործությունները՝ Իլիադան ու Ոդիսականը, որոնք հունական էպոսի հետ կապված պոեմներ են և պատմում են տրոյական պատերազմի մասին։ Այս աշխատությունների հեղինակը կույր բանաստեղծ Հոմերոսն էր, իսկ նույն շրջանում ստեղծագործող մեկ այլ պատմիչ Հերոդոտոսը մարդկության հայտնի է «պատմության հայր» պատմանմամբ։ Հին հունական մշակույթի անբաժանելի մասն է կազմում դիցաբանությունը։ Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերա ղեկավարում էին աստվածների ընտանիքը, որոնց պանթեոնը գտնվում է հույնների Սուրբ լեռան Օլիմպոսի վրա։ Ընտանիքի անդամներն էին Հերակլես, Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Փերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։ Հին հույններն աստվածների և ժամանակի հերոսների մասին ստեղծել են առասպելներ, որոնց հիման վրա էլ առաջացել է ժողովրդական բանահյուսությունը։